Բարև ձեզ, ես 51 տարեկան տղամարդ եմ, 15 տարուց ավելի է ոչ մի հաճույք չեմ ստանում, ոչ մի բան չեմ զգում, խնդրում եմ օգնել։ Հաճույքի բացակայությունը ունի բազմաթիվ պատճառներ։ 51 տարեկանում, որպես կանոն, կարող են ի հայտ գալ ավելի շատ հորմոնային գործոնները, թեև չեն բացառվում նաև հոգեբանական պատճառները։ Ընդհանրապես հաճույքի բացակայությունը կոչվում է անօրգազմիա, բայց դա կարող է լինել նաև օրինակ սերմնաժայթքման բացակայության տեսքով։ Պատճառները բաժանում ենք երկու խմբի՝ հոգեբանական եւ օրգանական։ Իհարկե, այս դեպքում ավելի շատ կարող են տեղ գտնել օրգանական պատճառները՝ բորբոքումներ, տարբեր տեսակի հորմոնային խանգարումներ, նյարդային տարբեր տեսակի խնդիրներ եւ այլն։ Վահանաձև գեղձը նույնպես ունի իր կարևոր նշանակությունը, շաքարային դիաբետի բարդությունները, հետեւաբար, որպեսզի մենք կարողանանք ամբողջական պատկերացում կազմել, պետք է անցկացնել սեքսոլոգիական խորհրդատվություն, որից հետո բժիշկ սեքսապաթոլոգը արդեն կնշանակի անհրաժեշտ անալիզներ, խնդիրը պարզելու։ Կարևոր անալիզներից են այս դեպքում հորմոնալ հետազոտությունները՝ պրոլակտին, տեստոստերոն, էստրադիոլ, վիտամին D, ինչու՞ չէ նաև պետք է հանձնել վահանաձև գեղձի անալիզները։ Անհրաժեշտ է կատարել նաև ուլտրաձայնային հետազոտություն, պարզելու թե ինչ վիճակում են միզասեռական օրգանները։ Շատ կարևոր է պարզել նաև ձեր հոգեբանական վիճակը, կա լարվածություն թե ոչ, որովհետև հայտնի է սեքսոլոգիայի մի վիճակ, երբ տղամարդու լարվածությունը հարաբերության ժամանակ բերում է նրան, որ ինքը իսկապես հարաբերության ժամանակ ոչինչ չի զգում։ Այս ամենից հետո արդեն հնարավոր կլինի դնել ամբողջական ախտորոշում եւ անցնել բուժման։ Բուժման ժամանակ օգտագործվում են տարբեր տեսակի դեղամիջոցներ, ինչպես քիմիական, այնպես էլ եւ բուսական ծագման։ Դա արդեն կորոշի բուժող բժիշկը ելնելով հետազոտության տվյալներից։ Կուրսի մեջ ընդգրկվում են վիտամիններ, միներալներ, տարբեր տեսակի սեռախթանիչներ եւ իհարկե որոշ ժամանակ անց սեռական ֆունկցիան հնարավոր է լինում ամբողջապես վերականգնել։